Բարև ձեզ։ Նախորդ ամիս Թիմ Տելեկոմ Արմենիա և Ազեր Տելեկոմ ընկերությունները ստորագրեցին համաձայնագիր ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ։ Համաձայնագրի շրջանակում ադրբեջանական կողմը օգտվելով հայկական ենթակառուցվածքներից կկարողանա ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև։ Թեև Տելեկոմ Արմենիան այս համաձայնագիրը ներկայացնում է որպես գործունեության աշխարհագրության ընդլայնում, սակայն որոշ մասնագետներ մտահոգություն հայտնեցին հայկական ինտերնետ տրաֆիկի հնարավոր վերահսկման և ավելին անձնական տվյալների արտահոսքի վտանգի մասին։ Սրան գումարվեց վերջերս կառավարության որոշմամբ բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների վերահսկման մեխանիզմների ներդրումը, որը վտանգներ կարող է ստեղծել անձի հաղորդակցության և մասնավոր կյանքի վերահսկելիության առումով։ Որքանով են այս փոփոխությունները խնդրահարույց և արդյոք սպառնում են քաղաքացիների և ազգային անվտանգությանը։ Այս հարցերի շրջանակն ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում քննարկելու մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Սկսենք հայ-ադրբեջանական այս խնդրահարույց համաձայնագրից, ինչ է նշանակում ինտերնետ տրաֆիկի տարանցում և Հայաստանի ենթակառուցվածքներով առհասարակ Ադրբեջանին ինտերնետ մատակարարելը։ Ինչ վտանգներ կան այստեղ և արդյոք Հայաստանը որևէ շահ ունի։ Ես իհարկե հիմնվելու եմ, այսպես ասած, բաց հայտարարությունների վրա, ինչպես հասկանում եք։ Իրականում այստեղ ինտերնետը, ես դրան դեռ կանդրադառնամ, Ադրբեջանով որքանով է ընդհանրապես գնում եւ ադրբեջանցիք հայկական ինտերնետին կարողանում են կպնել թե ոչ, բայց երբ որ խոսում ենք այս պայմանագրի մասին, ինքը երկու կողմ ունի։ Ադրբեջանը այստեղ հիմնականում հետաքրքրված է, որ ստանա կապ Նախիջևանի հետ, որտեղ իրանք հիմա հիմնականում այդ կապը անում են Իրանի տարածքով ու ենթադրում եմ, որ դա իրանք դիտարկում են որպես ոչ վստահելի, հաշվի առնելով Ադրբեջան-Իրան այս ներկա հարաբերությունները։ Եվ մյուս կողմից Ադրբեջանը նաև արդեն երկար տարիներ փորձում է դառնալ նաև ոնց որ կենտրոն, ուրեմն մայրուղիների ինտերնետային տարածաշրջան։ Սա իրանց համար լրացուցիչ հնարավորություն է։ Մյուս կողմից, եթե հայկական կողմը նայենք, Թիմ Տելեկոմը փաստացի այսօր հիմնականում մենք գիտենք որպես բջջային օպերատոր եւ կապ մեզ ինտերնետ տրամադրող, բայց իրենց կապուղիների մոտ 90%-ը օգտագործվում են տարանցիկ ինտերնետի համար, այսինքն պարզապես մեր խողովակներով այստեղով անցնում է օրինակ Իրաքի ինտերնետը դուրս է գալիս դեպի եվրոպական հատված, Քուվեյթի, մի շարք նույնիսկ Աֆղանստանը, ասեմ ձեզ, Հայաստանը օգտագործվում է որպես տարանցիկ, չգիտեմ Աֆղանստանից ինչ են ինտերնետը նայում եւ այլն, բայց ամեն դեպքում սա Թիմ Տելեկոմի հայտարարված փաստացի տարանցիկ իրանց ենթակառուցվածքների մասը, այսինքն իրենք այս խողովակը սարքում են ոչ թե որ Ադրբեջանի տարածքով Հայաստանի ինտերնետի մի մասը գա, այլ որպեսզի երրորդ երկրներին տրամադրեն տարանցիկ ինտերնետի հնարավորություն։ Այսօրվա դրությամբ Թիմ Տելեկոմը փաստացի հյուսիս-հարավ է տրամադրում այդ տարանցումը։ Սա արևելք արևմուտք է ու ես կարծում եմ սա նաև իրենց համար կարևոր է Ղազախստանի հետ։ Բացատրեմ ինչու, այս Firebird-ը գիտեք, այս արհեստական բանականության մեծ ֆաբրիկան, որ կառուցվում է, այնտեղ Թիմ Տելեկոմը հենց կապի մատակարարն է նաև։ Վերջերս նաև պայմանագիր կնքվեց Ղազախստանում, էլի այս նույն կոնսորցիումը, որի մեջ նաև Թիմն է, իրենք կառուցում են Ղազախստանում արհեստական բանականության մեծ կենտրոն ու ենթադրում եմ, որ սա իրանք ուզում են շատ լավ օգտագործել, որպեսզի այս ղազախական կենտրոնի տարանցիկ կապուղիներ ապահովեն։ Այս պահին սա է հայտարարված։ Հետագայում արդեն լրագրողների օրինակ գործն է, հետևենք արդյոք հայկական տրաֆիկը գնում է այս մայրուղիներով, թե ոչ, հա, բայց եկեք երկու լրացուցիչ բան ասեմ, որպեսզի պատկերը լինի, որպեսզի պարզ լինի, որ սա միակ բանը չէ ու ավելի լայն պատկեր պետք է ունենալ։ Այն է, որ թրիփով էլ է
մայրուղիներ կառուցվելու, այսինքն ինքը ոչ միայն ճանապարհ է լինելու, այնտեղ նաև ինտերնետ մայրուղիներն են գնալու։ Բաղկացուցիչ մաս է հենց Հա, թափինը։ այսօրվա դրությամբ ընդհանրապես այդ Հայաստանում է, որ ասֆալտ են փռում, հետո քանդում են խողովակ են փռում, հետո քանդում են մյուս խողովակն են փռում, ու դենց անընդհատ սովորաբար երբ որ մի բան կառուցում են, միանգամից ինչ հնարավոր է մեջով տանում են էլեկտրոէներգիայի, ինտերնետ կապի եւ հնարավոր այլ ենթակառուցվածքները։ Մյուս կարևոր բանը, որը ավելի մտահոգիչ է ու տարիներ կա, տեսեք, 10-ականներին օրինակ բացահայտվեց ու տենց առանձնապես մեծ աղմուկ չառաջացրեց, այն որ Հայաստանի թրաֆիկը մեծ մոտ ոնց է գնում է դեպի Վրաստան, մեծ մասը հարավային ուղղությունը այդքան շատ չի գնում մեր թրաֆիկը, հիմնական մասը գնում է Վրաստան, հետո այնտեղ ճյուղավորվում է։ Մի մասը գնում է Սևծովով դեպի Բուլղարիա, մենք այդտեղ դուրս են գալիս Եվրոպա, Ամերիկա, եւ մի մասն էլ գնում է դեպի ռուսական մայրուղիները, գտնում է այնտեղ։ Այդտեղ մեզ հիմնականում տրամադրում էր Caucasus Online-ը, վրացական, ոնց որ Իրան ենք գտնում, այդտեղից շարունակվում է։ 10-ականներին այստեղ Ռուսաստանից մեկը տենց այդ ոլորտից եկավ, ասեց դուք գիտեք, որ ձեր թրաֆիկի մի մասը իրականում մտնում է Ադրբեջան, այնտեղով է գնում Ռուսաստան։ Ու կապնում է Ադրբեջանի Delta Telecom-ին։ Իսկ Delta Telecom-ը, ասեմ ձեզ, այստեղ միշտ ասում եմ, որ մարդիկ լրիվ լուրջ խափնում են, Գյումրվա Delta Telecom-ի հետ կապ չունի, հա։ Ինձ մի օր զանգել էին, ասում են, մոտս տեսել եմ Delta Telecom-ն է Ադրբեջանը։ Ուրեմն իսկ Delta Telecom-ը, որ ասեմ ձեզ, իր տերը նախկին KGB-ի գեներալ է ադրբեջանցի։ Նենց որ ուզում եմ ասել, մեր թրաֆիկը օրինակ երկար ժամանակ անցել է այդտեղով։ Հետո այդ հարցը ոնց որ թե կարգավորվեց, հետո մի ուրիշ զուլում բան եղավ, երբ որ ադրբեջանական ընկերությունը գնեց Caucasus Online-ը վրացական, որը Վրաստանի ամենախոշոր օպերատորն է, եւ հիմա փաստացի մեր թրաֆիկի մեծ մասը գնում է Caucasus Online-ում։ Ուրիշ բան, որ վրացիք էլ հետին թվով մեկ էլ տեսան, ապշեցին, ու ինչ որ դատական process-ներ, ոնց որ մինչև հիմա այդ ընթանում է։ Բայց ամեն դեպքում ուզում եմ ասեմ, մենք մտահոգվելու էսպի բանը չի։ Իրականում մտահոգվելու բազմաթիվ այլ բաներ կան։ Կանդրադառնանք, պարոն Մարտիրոսյան, իհարկե Ադրբեջանի պարագայում աղմուկն ու արձագանքը մեր օրերում հատկապես բնական է, բայց նախկին այդ նախկին փորձերը հաշվի առնելով այս տարանցիկի պարագայում ինտերնետի եւ տվյալների արտահոսք եւ վերահսկողություն այդ երկրորդ երկրի կողմից լինում է սովորաբար։ Եղած իրավիճակում այն ինչ որ հայտարարագրված է, փաստացի Հայաստանի միջով է անցնում ադրբեջանական տրաֆիկը, այստեղ մեծ հաշվով Հայաստանը կարող է ներազդել, իսկ մենք տրաֆիկը չի անցնում Ադրբեջանի տարածքով, մենք տրամադրում ենք ուղղակի երրորդ երկրների համար ճանապարհ։ Այսինքն Ադրբեջանը որևէ հասանելիություն մեր տվյալներին, որը կարող է ազգային անվտանգությանը սպառնալ չունի։ Մենք հայտարարագրված է, որ մենք չենք օգտագործում այդ ճանապարհը որպես մեր ինտերնետ կապ։ Որքան էլ մեր կառավարությունը ցանկացած նորամուծություն վերագրի խաղաղության հաստատմանը, որ միտված է դրան, սակայն չենք կարող փաստել, որ հատկապես նախընտրական շրջանում գաղտնալսումները ակտիվացան, հա, մարդկանց, որոնց հիման վրա նաև քրեական գործեր հարուցվեցին։ Այս ամենը արդյոք չի ոտնահարում մարդու հաղորդակցության ազատության եւ գաղտնիության այդ համանadrությամբ հաստատված նորմը։ Տեսեք, գաղտնալսումը մեծ հաշվով մի բան է, որից երկիրը չի կարող խուսափել, որովհետև տերորիստներ կան, լրտեսներ կան, այսինքն մեծ հաշվով պետությունը իրավունք ունի գաղտնալսումներ իրականացնել։ Հանրայնացնել այդ ամենը հատկապես ԿՊԱ-ական լրատվամիջոցներով։ Հանրայնացնելն էլ այստեղ նրբություն կա, իհարկե, օրինակ տեսեք
իմ համար լրիվ անընդունելի էր, երբ որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի ձայնագրությունը այդ տեսախցիկով ԱԱՑ-ն հանրայնացրեց, ընդ որում ինչ որ անհասկանալի օղակով, այսինքն ոչ թե պաշտոնական ինչ որ հայտարարություն, հա։ Այստեղ ցավոք սրտի մեր հասարակությունը տենց ասես դեպքեր առաջինը չի ու հաստատ վերջինը չի, բայց ավելի շատ հետաքրքրություն առաջացնում, քան ինչ որ ցանկություն դրա դեմ պայքարելու, որպեսզի տվյալների sense հեշտ ու հանգիստ ոնց ուզես չօգտագործել։ Ինչ վերաբերում է գաղտնալսումների հանրայնացմանը, այստեղ երևի ավելի շուտ իրավաբանին է պետք հարցնել, բայց կարծում եմ այդտեղ տենց միանշանակ անթույլատրելի բան չէ, գաղտնալսումների մեջ ուրիշ խնդիր կա։ Խնդիրը հետևյալն է, տեսեք, գաղտնալսումը արվում է դատարանի սանկցիայով։ Ու դա նորմալ է, այսինքն քննիչը ենթադրենք մտնում է, դատավորին փակ լսում է լինում, բացատրում է, ցույց է տալիս ապացույցները, ու դատարանը տալիս է սանկցիան։ Հետո դրանից հետո այդ գաղտնալսումները իրականացվում են ամեն մի ձայնագրություն համարակալվում է, որպեսզի այնտեղ հնարավորություն չլինի հանել, մտցնել եւ այլն։ Եվ հետո դրանով կարողանում են մտնել դատարան որպես ապացույց։ Բայց Պրոբլեմը ես այստեղ տեսնում եմ նրանում, որ մեզ մոտ չկա ոչ մի հանրային վերահսկողություն, արդյոք բոլոր գաղտնալսումները արվում են ճիշտ ձևով, սանկցիաներով, համապատասխան ծանր փաստարկներ կան դրա համար։ Այն ինչ որ ասում է դատարանին, ենթադրում եմ, որ ամեն ինչը սիրուն թղթավորված է։ Բայց արդյոք չկան ուրիշ գաղտնալսումներ, որոնք սանկցիայով չեն, կամ օրինակ մի քրեական գործի մեջ մի 500 հոգի են մտցրել ու տենց այդքան էլ պարզ չի, որքանով են այդ մարդիկ կապակցված եւ այլն։ Ես այդտեղ բացարձակ փաստեր չունեմ, բայց խնդիրը ինչու՞մն է, երբ որ ինչ-որ մի բան արվում է գաղտնիության, այսպես ասած, գրիֆի տակ, դա չպետք է ունենա մեխանիզմներ չարաշահել։ Այդ մեխանիզմները չարաշահման որպեսզի չլինեն, պետք է լինի որոշ հանրային վերահսկողություն։ Հանրային չի նշանակում, որ մենք երկուսով գնանք, ասենք գլմդ բացեք, նայենք ինչ է կանում։ Հանրային վերահսկողությունը, օրինակ շատ երկրներում դա պարլամենտի մակարդակով է արվում, հա։ Երբ որ մեր մոտ ազգային ժողովում, օրինակ ստեղծվի հանձնաժողով, որը բնականաբար պետք է ներգրավի նաև ընդդիմադիր պատգամավորներին եւ փորձագիտական թիմ լինի, որովհետև եթե մենակ պատգամավորներ լինեն, իրանց ոնց ասես կարելի է ֆրցնել, եթե մարդը տեխնիկապես լավ չի հասկանում, հա։ Ամեն դեպքում իմ կարծիքն այն է, որ հատկապես էլեկտրոնային վերահսկողության դեպքում, այսինքն ժողովրդական լեզվով ասած, երբ որ կոտրում են հեռախոսը, ինչ որ վիրուս են գցում մոտը եւ այլն, այստեղ մենք տարիների ընթացքում արձանագրում ենք դեպքեր, որոնք առնվազն ինչ որ մոխրագույն գոտում են գտնվում, այսինքն այդքան էլ պարզ չի, որքանով այս ամեն ինչը օրինական ձևով արվում։ Միշտ չէ, որ նույնիսկ կարող ես հասկանալ ով է սրա հետևում կանգնած, դա էլ է խնդրեմ, հա, օրինակ երբ որ վիրուսներ են գցում, այդտեղ անմիջական հետքը կարող է չերևա, այստեղ դու ենթադրում ես զուտ նրանից, թե ում է սա շահավետ ավելի շուտ, հա։ Այնպես որ մեծ հաշվով մենք ունենք սկզբունքային խնդիր, ու այս խնդրի պրոբլեմատիկան գիտեք ինչու՞մն է, որը ոչ հասարակությունն է այս հարցը պահանջ դնում։ Նույն ընդդիմությունն էլ այս հարցերը չի բարձրացնում այն մակարդակի, որպեսզի սա ինչ-որ ինստիտուցիոնալ փոփոխությունների բերի։ Կարծում եմ շուտվանից հասունացել է այդ պահը, որովհետև փաստացի, տեսեք, մեզ մոտ կա օրենք, հա, որ օրինակ գաղտնի փաստաթղթերը ենթադրում որ 10 տարի պետք է մնան։ Հույժ գաղտնին 30 տարի է, գաղտնին 10 տարի է, բայց 10 տարին նշանակում է որ իրանք դրանից հետո պետք է գաղտնազերծվեն։ Բայց ոչ ոք չի հետևում։ Այդ գաղտնազերծման process-ը ռեալ ընթանում է, թե ոչ։
էլի գալիս ենք, այսինքն երբ որ հասարակությունը պահանջկոտ չի, պետությունը բնականաբար ինչ ուզես կարող է անել։ Դե հասարակությունն էլ լծակներ չունի, ռեսուրսներ չունի առանձնապես։ Ոնց չունի, առնվազն մենք օրինակ հիմա այս հարցը բարձրացնում ենք, հա։ Այս հարթակում այո, նման հարթակ։ Հետո այս հարցը կարող է մտնել ազգային ժողով, ազգային ժողովում ահազանգել, ներգրավել միջազգային կազմակերպությունները։ Մեծ հաշվով պետք է հասկանալ, որ ինչ որ գործողությունները անպայման չի պետք է պատկերացնել, որ դու ունենաս ինչ որ տենց հստակ այս պահին կոճակ, որ սխմեց ու հարցը լուծվի, հա, բարձրաբար ինչ որ քայլեր են պահանջվում։ Պարոն Մարտիրոսյան, այս գաղտնալսումների համատեքստում անդրադառնանք նաև վերջերս ամենաաղմկահարույց, հա, նորությանը, որ լսեցինք, email-ի վերահսկման համակարգի ներդրումն է, հասկանանք դա ինչ համակարգ է եւ արդեն խոճապ կա հատկապես բջջային հեռախոսների օգտատերերի շրջանում, որ իրենց տվյալների արտահոսք է լինելու, քանի որ կցվում են անձնագրի տվյալները, հա, իրենց յուրաքանչյուր գործողություն եւ շարժ վերահսկվելու է, արդյոք դա այդպես է։ Տեսեք, ես էլ գալիս ենք մեր հասարակության հակառակ խնդրին, որ ինչ որ մի sense բանից միանգամից սկսվում է խոճապ եւ այլն։ Email-ին եկեք բացատրեմ, որ բարձ լինի, էլի, այսինքն որտեղ է խնդրեմ, իսկ որտեղ խնդրեմ չկա մեծ հաշվով։ Email-ին դա հեռախոսի WIN կոդը ոնց որ լինի, ոնց որ մեքենաները որ ունեն, այսինքն սարքը ունի իր վրա դաջված համար 15 նիշանոց թիվ, որը տարբերում է իրան բոլոր մյուս սարքերից։ Դա նշանակում է, որ եթե օրինակ SIM քարտով ձեզ կարողանում են հասկանալ, որ դա դուք եք, որտեղ SIM քարտը դուք անձնագրով եք գնել, email-ով էլ կարող են հասկանալ, որ սա ձեր հեռախոսն է։ Եթե միայն միայն։ Բայց դա բնականաբար այստեղ չկա այն բանը, որ email-ით իմացան արդեն աշխարհը փլվեց։ Ավելին ասեմ ձեզ, email-ին օպերատորները գիտեն։ Ուղղակի իրավիճակը այսպես սենց է։ Օրինակ, ես մի օպերատորի բաժանորդն եմ, այդ օպերատորը ունի իմ հեռախոսի համարը ու տեսնում է իմ հեռախոսի email-ին, երբ որ ես կպնում եմ, որտեղ SIM քարտը ու հեռախոսը ինքը նույնականացնում է։ Բայց մյուս օպերատորը չգիտի։ Հիմա պետությունը ուզում է միասնական բազա սարքի։ Այդ դեպքում ու այդ միասնական բազան արդեն եթե այս դեպքում էլի հատուկ ծառայությունը պետք է սանկցիայով գնա ստանա այս անձնական տվյալները ամեն մի օպերատորից, այս միասնական բազան ինչ որ կոմերցիոն ընկերություն է, որը կոմերցիոն նույնիսկ ծառայություն կարող է մատուցել ու կարող է ԱԱԾ-ն գնա ուղղակի այդ բազան առանց ոչ մի բանի փաստացի մուտք ունենա։ Ըստ նախագծի տենց է ստացվում։ Ինչով է դա վատ։ Տեսեք, այստեղ կարևոր մի բան եկեք հասկանանք։ Այսօրվա համակարգերը մարդու վերահսկողության աշխարհով մեկ իրանք չեն հիմնվում, որ քեզ ինչ որ sense մի բանով վզիցդ բռնեն։ Դա տվյալների համադրություն է, այսինքն որքան շատ տվյալ պետությունը ունի, որքան ունի ռեսուրսներ այդ տվյալները մշակել, իսկ այսօր արհեստական բանականությունը տալիս այդ հնարավորությունը համադրելու արագ մեծ քանակի տվյալներ։ Այդքան ավելի մարդուն հեշտ է վերահսկել։ Հիմա հարցն անում է, որ մեր պետությունում ստեղծվում են բարբերաբար տարբեր վերահսկողական օղակներ։ Ամեն մեկը առանձին կարող է տենց շատ վատ չլինի, բայց երբ որ դու շատ ես իրանց սարքում ու հեշտացնում ես մեխանիզմները այդ տվյալները հավաքագրելու ու մշակելու, դա լրջացնում է խնդիրը։ Տեսեք, ստեղծվել է տեսախցիկների միասնական բազա ու ՆԳՆ-ն ունի պոակ, որ այդ ամեն ինչը վերահսկում է։ Մյուս կողմից ՊԵԿ-ը բանկային հաշիվների ավելի շատ մուտք ունի, քան առաջ էր։ Էլի նես չի, որ ամեն ինչ sense հեշտ ու հանգիստ է, բայց հեշտանում է process-ը, հա։ Փողոցների այդ տեսախցիկներին, որոնք հավաքագրվում են, սկսում է օգտագործվել դեմքի ճանաչման համակարգ։ Հիմա երբ որ այդ ամեն ինչն էլ մի հատ հեռախոսն ես կպցնում, իսկ հեռախոսը, տեսեք, հասարակ մարդը այդքան էլ մտահոգվելու բան չունի, բայց օրինակ դուք լրագրող եք,
Դուք ունեք աղբյուր, գաղտնի աղբյուր, որը օրենքով պաշտպանված է, այսինքն դուք իրավունք ունեք գաղտնի աղբյուր ունենալ, կարող եք չբացահայտել անունը եւ այլն, բայց ենթադրենք այդ աղբյուրը շատ հետաքրքիր է, ինչ որ մի 3 տարանի կազմակերպության համար։ Իրենք կարող են փորձել օրինակ ձեր հեռախոսին հետևել, ձեր հեռախոսի դիրքը աշխարհագրական տեսնել։ Դուք էլ կարող եք վերցնեք այդ հեռախոսի մեջ ուրիշ SIM card դնեք, որ չերևակ, բայց երբ որ սարքը, քարտը նույնականացվում է, հասկանում եք, ավելի հեշտ է դառնում պարզել ով է։ Ես տենց կարող եմ բազմաթիվ սցենարներ ներկայացնել, պարզ է, որ միջին վիճակագրական տնային տնտեսուհու դեպքում սա բացարձակ ինչ-որ բան չի փոխվում իր կարող ասել նաև։ Ну, հա, բայց այս պահին առնվազն ինչ-որ տենց լուրջ վտանգ չի երևում։ Ուղղակի հասարակության, տեսեք, պետությունը միշտ փորձում է անվտանգությունից դրոշը ձեռքը ավելի վերահսկողությունը շատացնել, կամայական պետություն։ Հասարակությունը պետք է հնարավորինս թույլ չտա, որպեսզի անհամաչափ միջոցներ ձեռնարկվեն։ Տվյալ դեպքում ակնհայտ անհամաչափ է, եթե ենթադրվում է, որ հեռախոսները մաքսատուրքի ինչ-որ sense հարց կա, հեչ անպայման չի մարդու անունը ու email-ին իրար կողքնել։ Ու կարծես թե ԱԺ-ում քննարկումը վերջին բերեց նրան, որ համաձայնել են հանել այդ հատվածը, այսինքն մենակ email-ները հավաքեն, զուտ, ես դա եմ համարում անհամաչափ, այսինքն ստվերի դեմ պայքարելու 1000 ուրիշ միջոց կա, բայց առնվազն այս պահին միջանկյալ որոշումը այն է, որ ոնց որ հավաքագրվելու է զուտ հեռախոսների այդ email-ի համարները, անկախ նրանից թե ում են պատկանում, ուղղակի օրինակ ներգրողը բերեց, ինքը այդ email-ները գրանցում է սահմանի վրա, մինչև վաճառելը դեռ։ Ու պահվում է բազայում մենակ email-ների համարները։ Հետո արդեն դուք եթե հանգարց ուրիշ հեռախոս եք փորձում միացնել, ինքը չի միանա։ Այսինքն հեռախոսը դու SIM card-ը մտցնելու ես հեռախոսիդ մեջ, հեռախոսը կպնելու է օպերատորին, օպերատորը նայելու է, այս SIM card-ով կպել է այս հեռախոսը, որի email-ին էս է։ Ստուգելու է ցանկի հետ, եթե ցանկում այդ համարը չկա, email-ին, այս հեռախոսը 3 ամսից անջատվելու է, ու էլ օպերատորը չի թույլ տալու այդ հեռախոսը օգտագործել։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Մարտիրոսյան, ձեզ էլ հարգելի հետևորդներ մեզ դիտելու եւ լսելու համար շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում դուք դիտում եք բացառիկ հարցազրույցը եւ իմ զրուցակիցը մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։